Սիրելի բարեկամներ, դուք լսում եք լրագրող քաղաքական վերլուծաբան Արման Գալոյանի հեղինակային ոդքասթը։ Այսօր, հունիսի 27-ին, Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ տեղի ունեցավ աննախադեպ մի իրադարձություն։ Հայ առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոնի Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դեմ իրականացվեց ազգային անվտանգության և ոստիկանության ուժերի աննախադեպ գրոհ։ Դիմակավորված հատուկ ջոկատայիններ ներխուժեցին Մայրաթորի տարածք, փորձելով ձերբակալել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին, որի դեմ քրեական գործ է հարուցվել պետական հեղաշրջման կոչեր հնչեցնելու մեղադրանքով։ Արժանանալով բարձրաստիճան հոգևորականների ու Մայրաթորում հավաքված ժողովրդի դիմադրությանը, այդ ծրագիրը հնարավոր չեղավ կյանքի կոչել, բայց փաստը ինքնին ցավալի է, մտահոգիչ։ Իշխանությունները ընտրել էին անհամաչափ ուժի կիրառման ճանապարհը, որը հիշեցնում էր միջազգային վտանգավորության ահաբեկչի ոչնչացման գործողություն, մինչդեռ կարող էին Սրբազանին կանչել հարցաքննության ըստ իրավական ընթացակարգի։ Քրեական վարույթը հարուցվել էր ընդամենը 10 օր առաջ, և այս գործողությունները կարող էին հարցաքննության հրավիրել, անգամ ձերբակալել մինչ այս, և սա անել ոչ թե Մայրաթորի տարածքում, այլ հրավիրելով նախաքննական մարմին։ Այնինչ նրանք ընտրեցին հակառակ ուղին՝ ահաբեկելու, վախեցնելու ձևով։ Իշխանության բարձրագույն մակարդակով կազմակերպված գործողությունները ուղղված են մեր ազգային ու հոգևոր ինքնության կարևորագույն խորհրդանիշի Հայ առաքելական եկեղեցու դեմ և բացարձակապես անընդունելի են։ Դատապարտելի է, որ պետական ուժերը կիրառվում են Հայ առաքելական եկեղեցու, մեր հոգևոր ու ազգային ինքնության խորհրդանիշի դեմ։ Նման քայլերը խաթարում են մեր միասնությունը, վտանգում են ազգային արժեքները, հատկապես այս ժամանակահատվածում, երբ միասնությունը առավել քան երբևէ կենսական անհրաժեշտություն է։ Հայ եկեղեցին դարեր շարունակ եղել է մեր հոգևոր առաջնորդը ու ազգային ինքնության հիմքը։ Նման գործողությունները խախտում են սահմանադրությամբ ամրագրված եկեղեցու և պետության բաժանման սկզբունքը և կարող են լինել պրոգրամորված հարված ազգային արժեհամակարգին։ Այս բռնի գործողությունները հիշեցնում են մեր պատմության մութ էջերը, միայն մեկ տարբերությամբ։ Եթե նախկինում եկեղեցու դեմ հարձակումները գալիս էին օտարներից, ապա այսօր հարված են ներսից։ Սա պատերազմ է, որը սանձազերծել են Հայաստանի իշխանությունները։ Այն, ինչ այսօր տեղի ունեցավ, անընդունելի է ժողովրդավարական պետության մեջ։ Այսպիսի մեթոդները կարող են անդառնալի հետևանքներ ունենալ մեր պետականության ու հասարակական համախմբման վրա։ Պետք է կանգ առնել, պետք է կանգնեցնել այս վտանգավոր ընթացքը։ Մնացեք խաղաղությամբ։